Ռուսաստանը հարվածներ է հասցրել Լուցկին, Կիևին և Տերնոպոլին, կան բազմաթիվ վիրավորներ և զանգվածային ավերածություններ։ Մայրաքաղաքում զոհվել է 4 մարդ, Լուցկում զոհեր չկան, իսկ Տերնոպոլում խիտ ծուխ է, այս մասին հայտնել է Ունյանը։ Գիշերը Ռուսաստանը հարվածներ է հասցրել Կիևին, ինչի հետևանքով քաղաքում բազմաթիվ ավերածություններ կան և ավելի քան 2 տասնյակ տուժածներ։ Մայրաքաղաքում հարվածների ու ընկնող բեկորների հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակելի տներ, մեքենաներ։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ առաջիկա օրերին կշարունակվի հարվածների հետևանքով մետրոյի վնասված ճանապարհների վերականգնումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ հիասթափված է Իլոն Մասկի քննադատությունից իր ներկայացրած բյուջետային օրինագծի վերաբերյալ, հավելել, որ չգիտի արդյոք լավ հարաբերությունները կպահպանվի միլիարդատեր իր նախկին խորհրդականի հետ։ Ես շատ հիասթափված եմ, քանի որ Իլոնը այս օրինագծի ներքին գործընթացներն ավելի լավ գիտեր, քան այստեղ նստած գրեթե ցանկացած մեկը։ Հանկարծ նախնդիր ունեցավ, հավելել է Թրամփը։ Այս հայտարարությունից րոպեներ անց Մասկը հակադարձեց X սոցիալական ցանցում, ասելով պնդումները, թե ինքը նախապես ծանոթացել է օրինագծին սուտ է։ Մասկը սրեց հանրային վեճը գրելով. «Առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում»։ Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Դոնալդ Թրամփի հասցեին լուրջ մեղադրանքներ պարունակող գրառումներ է արել։ Թրամփին ի պատասխան Մասկը Միացյալ Նահանգների նախագահին մեղադրել է մանկապղծության մեջ։ Միացյալ Նահանգների նախագահը ներգրաված է Էփշտեյնի գործերի մեջ, դա է իրական պատճառը, որ դրանք չեն հրապարակվել, գրել է նա։ Էփշտեյնի գործը մի սկանդալային գործ է, որն առաջացել է 2000-ական թվականների կեսերին։ Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնը մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության կազմակերպման մեջ, նաև դատապարտվել է անչափահասի բռնաբարության համար։ Միլիարդատերը կրկին ձերբակալվել է ԱՄՆ-ում 2019 թվականի ամռանը, նրան մեղադրել են աղջիկների, այդ թվում 14-ամյա երեխաների թրաֆիքինգի եւ նրանց մարմնավաճառության դրդելու մեջ։ Էփշտեյնին սպառնում էր մինչև 40 տարվա ազատազրկում, 2019 թվականին ֆինանսիստին մահացած են գտել իր բանտախցում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցзինփինի հետ։ 1.5 ժամ տևած հեռախոսազրույցը հիմնականում կենտրոնացած է եղել առևտրի թեմայի շուրջ։ Թրամփը նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը եւ առևտրի հարցերով գլխավոր բանակցող Ջեյմս Յոնգրիրը կմեկնեն Պեկին չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սի Ցзինփինն իրեն հրավիրել է Չինաստան, ինքն էլ Չինաստանի ղեկավարին է հրավիրել ԱՄՆ։ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին չինական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ Սի Ցзինփինն ԱՄՆ ղեկավարին կոչ արել չեղարկել Չինաստանի նկատմամբ ձեռնարկված բացասական միջոցները։ Չինաստանի ղեկավարը նշել է, որ Պեկինը միշտ պահել է իր խոստումները եւ քանի որ երկու կողմերը համաձայնության են հասել, ապա պետք է պահպանել այն։ Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել Հեզբոլլահի շիա կազմակերպության Բեյրութի արվարձաններում գտնվող օբյեկտների ուղղությամբ, հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Վերջինս հայտարարել է, թե հարվածների թիրախում եղել են Հեզբոլլահի զինված թևի լիբանանյան մայրաքաղաքի հարավային Արվար Նդահիայում գտնվող 120-րդ ռազմաօդային ստորաբաժանման օբյեկտները։ Ավելի վաղ իսրայելական բանակը դիմել է թիրախավորվող շրջանների բնակիչներին, պահանջելով անհապաղ լքել իրենց տները։ Վերջին անգամ Իսրայելը Բեյրութի արվարձաններին հարվածներ է հասցրել ապրիլի վերջին, այդ շրջանից ի վեր հարվածների թիրախ են դարձել միայն Լիբանանի հարավային հատվածները։ Ալ Ջազիրայի հաղորդմամբ Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ առնվազն 17 հարված է հասցրել։ Նշված շրջաններին հարվածներ են հասցվել իսրայելական անօդաչուներով ու կործանիչներով։ Ղազախստանի երկնքում նկատվել են թռչող պայծառ օբյեկտներ։ Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդային տարածքի խախտումներ չեն գրանցվել։ Ենթադրվում է, որ դրանք կարող են լինել տիեզերանավի բեկորներ կամ երկնաքարի մնացորդներ։ Իրավիճակը գտնվում է համապատասխան ծառայությունների վերահսկողության տակ, բնակչությանը սպառնացող վտանգներ չկան, հայտնել է գերատեսչությունը։ ՊՆ-ն քաղաքացիներին հորդորել է հանգստություն պահպանել եւ խուճապի չմատնվել։ Թբիլիսին ապացույցներ ունի, որ եվրոպացիները ֆինանսավորում եւ խրախուսում են Վրաստանում ծայրահեղականությունը, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հավելել է, թե ընդդիմադիր գործիչները մեկնում են արտասահման հրահանգներ ստանալու, ապա դրանք Վրաստանում կյանքի կոչելու համար։ Հունիսի 4-ին էլ տեղեկություն է տարածվել, որ Վրաստանում կփակվի ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության տեղեկատվական կենտրոնը։ Կառույցի որոշ աշխատակիցներ Facebook-յան իրենց էջերում հայտնել են, որ աշխատանքից ազատման ծանուցումներ են ստացել։ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանելով լուրը հայտարարել է, կենտրոնը կվերակազմակերպվի եւ կդառնա նախարարության մաս։